Վերջին օրերին Ադրբեջանի պաշտոնական հայտարարությունները կրկին առաջին պլան բերեցին Զանգեզուրի միջանցքի թեման։ Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը հայտարարեց, որ շինարարությունը շարունակվում է արագացված տեմպերով։ Սա պարզապես հերթական լուրը չէ, սա ուղերձ է, հասցեագրված թե տարածաշրջանին, թե միջազգային դերակատարներին։ Ադրբեջան-Թուրքիա միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստի ընթացքում Ալի Ասադովը նշել է, որ նախատեսվող երկաթուղին սկզբնական փուլում կունենա մոտ 15 միլիոն տոննա թողունակություն։ Այն դիտարկվում է որպես միջին միջանցքի հիմնական օղակ։ Օգոստոսին արդեն դրվել է Կարս Նախիջևան երկաթուղու հիմնաքարը։ Պաշտոնական Բաքուն նախագիծը ներկայացնում է որպես տարածաշրջանային համագործակցության հնարավորություն։ Եթե նախագիծ ունի բացառապես տնտեսական նպատակ, ապա ինչու է այն մշտապես ուղեկցվում քաղաքական ձևակերպումներով եւ ինչու է օգտագործում Զանգեզուր անվանումը, որը վաղուց դուրս է եկել չեզոք բառապաշարից։ Պաշտոնական ձևակերպումներով միջին միջանցքը նախատեսված է որպես միջազգային տարանցիկ ուղի, որը կապում է Ասիան, Կովկասը, Թուրքիան, Եվրոպան։ Առաջին հայացքից սա բեռնափոխադրումների մասին է, սակայն իրականում այն դարձել է տարածաշրջանային մրցակցության առանցք։ Այս նախագծի միջոցով Ադրբեջանը ձգտում է ամրապնդել իր դերը որպես տարանցիկ հանգույց։ Թուրքիան փորձում է մեծացնել կապը Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հետ, ձևավորում է նոր ռազմավարական առանցք։ Այս ամենը տեղի ունենում մի ֆոնին, որտեղ տարածաշրջանում փոխվում են տնտեսական եւ քաղաքական հաշվարկները։ Կարևոր հանգամանք այն է, որ նախագծի ներկայացված տարբերակները փաստացի շրջանցում են Հայաստանը։ Սա առաջացնում է ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական հարցեր, կապված տարածաշրջանային հաղորդակցությունների վերահսկման հետ։ Փորձագետների մի մասը նշում է, որ տնտեսական լեզվով ներկայացվող նախագիծը իրականում ուղեկցվում է ազդեցության ընդլայնման փորձերով, այսինքն այստեղ խոսքը միայն երկաթուղու մասին չէ։ Տարածաշրջանային նախագծերում բառերը երբեմն նույնքան կարևոր են, որքան քարտեզները։ Զանգեզուրի միջանցք արտահայտությունը հենց այսպիսի օրինակ է։ Այն օգտագործվում է որպես տեխնիկական տերմին, բայց իրականում ունի քաղաքական բովանդակություն։ Զանգեզուր անվանումը կապված է պատմական տարածքի հետ, որ այսօր գտնվում է Հայաստանի ինքնիշխանության ներքո։ Այս պատճառով անվանն օգտագործում ընկալվում է ոչ թե որպես չեզոք հաղորդագրություն, այլ որպես միակողմանի մոտեցում։ Երբ ենթակառուցվածքային նախագիծը ներկայացվում է որպես քաղաքականացված լեզվով, այն ինքնաբերաբար դառնում է լարվածության աղբյուր։ Սա հանգեցնում է անվստահության աճի, տարբեր մեկնաբանությունների եւ դիվանագիտական բարդությունների։ Միջազգային փորձը ցույց է տալիս, որ նման նախագծերը կայուն են միայն այն դեպքում, երբ դրանք ներկայացվում են հստակ իրավական եւ տեխնիկական ձևաչափով։ Այս դեպքում, սակայն, լեզուն հաճախ առաջ է անցնում փաստաթղթերից։ Արագացված շինարարության մասին հայտարարությունները ցույց են տալիս, որ թեման տեղափոխվում է հայտարարությունների դաշտից դեպի գործնական հաշվարկների փուլ։ Սա նշանակում է, որ նախագծի շուրջ քննարկումները առաջիկայում լինելու են ավելի կոշտ եւ ավելի կոնկրետ։ Եթե նախաձեռնությունը զարգանա ներկայացված տրամաբանությամբ, ապա հնարավոր են մի քանի ազդեցություններ՝ տրանսպորտային հոսքերի վերադասավորում, տարածաշրջանային ազդեցության բաշխման փոփոխություն, նոր տնտեսական կենտրոնների ձևավորում եւ միաժամանակ քաղաքական լարվածության պահպանում։ Այս ամենը տեղի ունենում այն պայմաններում, երբ տարածաշրջանը արդեն իսկ բարդ փուլում է։ Թեման չի սահմանափակվում միայն երկու երկրներով։ Միջազգային տարբեր դերակատարներ հետևում են զարգացումներին, յուրաքանչյուրը սեփական շահերի տեսանկյունից։ Ոմանք սա դիտարկում են որպես նոր տնտեսական հնարավորություն, մյուսները որպես ռիսկերի աղբյուր։ Հիմնական հարցը մնում է անփոփոխ։ Կարելի է նման նախագծեր իրականացնել առանց փոխադարձ վստահության եւ համաձայնության։ Փորձը ցույց է տալիս, որ հենց այս հարցի շուրջ են առաջանում ամենամեծ հակասությունները։ Զանգեզուրի միջանցքի շուրջ ընթացող զարգացումները հստակ ցույց են տալիս, որ տարածաշրջանը գտնվում է խորը վերափոխումների փուլում։ Այստեղ այլևս խոսքը միայն երկաթուղու կամ բեռնափոխադրումների մասին չէ, խոսքը վերաբերում է նրան, թե ով է ձևավորում տարածաշրջանի ապագան, ինչ սկզբունքներով եւ ինչ հավասարակշռությամբ։ Ադրբեջանի հայտարարությունները շինարարական տեմպերի արագացման մասին խոսքեր է եւ միջազգային նախագծերի շեշտադրումները մի նպատակ ունեն՝ ձևավորել այնպիսի իրականություն, որտեղ այս նախաձեռնությունը ներկայացվում է որպես բնական եւ անխուսափելի գործընթաց։ Սակայն տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ կայուն լուծումները չեն ծնվում ճնշման կամ միակողմանի մոտեցումների արդյունքում։ Տրանսպորտային հաղորդակցությունները կարող են դառնալ տնտեսական զարգացման հզոր գործիք միայն այն դեպքում, երբ դրանք կառուցվում են փոխադարձ հարգանքի, իրավական հստակության եւ անվտանգության հավասարակշռության հիման վրա։ Հակառակ դեպքում նույն այդ նախագծերը կարող են վերածվել երկարատև լարվածության աղբյուրի։ Այս պահին շատ հարցեր մնում են բաց։
ինչ ձևաչափով են շարունակվելու բանակցությունները, ինչ դերակատարներն են ավելի ակտիվ ներգրավելու եւ ամենակարևորը, ինչպես են ապահովելու տարածաշրջանի բոլոր կողմերի շահերը։ Պարզ է մեկ բան, այս թեման դեռ երկար է մնալու օրակարգում եւ յուրաքանչյուր նոր հայտարարություն լինելու է ոչ թե վերջնակետ, այլ հերթական քննարկման սկիզբ։ Միջազգային դերակատարների առաջարկը Եվրամիությունը մատնանշում է։ Անհրաժեշտ է բոլոր կողմերի տնտեսական եւ քաղաքական հավասարակշռությունը։ ԱՄՆ-ն եւ միջազգային դիտորդները կոչ են անում, որպեսզի ենթակառուցվածքային նախագծերը իրականացվեն օրենքի եւ միջազգային նորմերի շրջանակներում։ Միաժամանակ դիտարկվում է տարածաշրջանի տնտեսական ու ռազմավարական դինամիկան, որտեղ ցանկացած քայլ կարող է լարվածություն կամ համագործակցություն ստեղծել։ Ադրբեջանը շեշտադրում է շինարարության արագացումը եւ տնտեսական նշանակությունը։ Հայաստանը նախընտրում է դիվանագիտական մոտեցում, ընդգծելով, որ տարածաշրջանային հստակությունը կարևոր է անվտանգության համար։ Թուրքիան եւ այլ միջազգային գործընկերներ դիտարկում են հնարավոր տարանցիկ մոդելները, որոնք կարող են շահավետ լինել բոլոր կողմերի համար։ Տարածաշրջանի նախագծերը միշտ ունենում են մի քանի սցենար։ Առաջինը՝ կարգավորված համագործակցություն, բոլոր կողմերի շահերը հաշվի առնելով։ Երկրորդը՝ միակողմանի առաջընթաց լարվածության աճով։ Երրորդը՝ միջանկյալ լուծումներ, երբ որոշ հատվածներ գործարկվում են առանց լիակատար համաձայնության։ Տրանսպորտային հոսքերը կարող են դառնալ առավել խնայողական ու արդյունավետ, քաղաքական միջավայրը ավելի կառուցողական կամ լարված, կապված բանակցությունների ընթացքից։ Հավանական է նոր դիվանագիտական գործընթացներ, ուղղված անվտանգության եւ տնտեսական զարգացման հավասարակշռությանը։ Արագացված շինարարության մասին հայտարարությունները ցույց են տալիս, որ թեման տեղափոխվում է հայտարարությունների դաշտից դեպի գործնական հաշվարկների փուլ։ Այս փուլում տարածաշրջանում առաջանում են մի շարք քաղաքական եւ տնտեսական հետևանքներ, որոնք ազդում են տարածաշրջանային հարաբերությունների վրա։ Եթե նախաձեռնությունը զարգանա ներկայացված տրամաբանությամբ, հնարավոր է մի քանի ազդեցություններ՝ տրանսպորտային հոսքերի վերադասավորում, նոր ուղիների եւ առաքումների կենտրոնացում, տարածաշրջանային ազդեցության բաշխման փոփոխություն, նոր տնտեսական կենտրոնների ձևավորում, միաժամանակ քաղաքական լարվածության պահպանում, որը կարող է խորանալ, կախված արտաքին դերակատարների ներգրավվածությունից։ Զանգեզուրի միջանցքի շուրջ ընթացող զարգացումները հստակ ցույց են տալիս, որ տարածաշրջանը գտնվում է խորը վերափոխումների փուլում, եւ այստեղ այլևս խոսքը միայն երկաթուղու կամ բեռնափոխադրումների մասին չէ, խոսքը վերաբերում է այն հարցին, թե ով է ձևավորում տարածաշրջանի ապագան, ինչ սկզբունքներով եւ ինչ հավասարակշռությամբ։ Ադրբեջանի հայտարարությունները շինարարական տեմպերի արագացման մասին խոսքերը եւ միջազգային նախագծերի շեշտադրումները մի նպատակ ունեն։ Սա պայքար է տնտեսական հնարավորությունների եւ ռազմավարական ազդեցության համար։ Ադրբեջանի շինարարական տեմպերի արագացումը, միջազգային նախագծերի շեշտադրումները եւ տարբեր հայտարարությունները միտված են ստեղծել այնպիսի ընկալում, որ նախագիծը իրականացվում է բնական եւ անխուսափելի գործընթացներում։ Տրանսպորտային նախագծերը կարող են դառնալ տնտեսական եւ ռազմավարական զարգացման հզոր գործիք, միայն այն դեպքում, երբ դրանք կառուցվում են փոխադարձ հարգանքի, իրավական հստակության եւ անվտանգության հավասարակշռության հիման վրա։ Հակառակ դեպքում նույն նախաձեռնությունները կարող են վերածվել երկարատև լարվածության եւ հակամարտության աղբյուրների։ Այս պահին շատ հարցեր մնում են բաց։ Ինչ ձևաչափով կշարունակվեն բանակցությունները, ով կլինի ակտիվ դերակատար, ինչպես կապահովեն տարածաշրջանի բոլոր կողմերի շահերը։ Պարզ է մեկ բան, Զանգեզուրի միջանցքը չի ավարտվում մեկ բառով, այն երկարաժամկետ ազդեցություն է ունենում տարածաշրջանային քաղաքականությանը, տնտեսական հոսքերի եւ անվտանգության վրա։ Յուրաքանչյուր նոր քայլ, յուրաքանչյուր հայտարարություն կդառնա հերթական քննարկման սկիզբ, եւ այդ գործընթացը վճռորոշ կլինի իրավական հստակության, փոխադարձ հարգանքի եւ անվտանգության հավասարակշռության համար։ Վերջապես, սա մեզ հիշեցնում է, որ տարածաշրջանի ապագան ստեղծվում է համատեղ ջանքերով, ոչ թե ճնշմամբ կամ միայն մեկ կողմի նախաձեռնությամբ։